1918 թվականի հոկտեմբերի 7-ին ոճրագործ հրեշի Թալյատ Փաշայի կառավարությունը հրաժարական տվեց եւ Մուդրոսի զինադադարի կնքումից անմիջապես հետո 1918-ին համաշխարհային հասարակայնության ճնշման տակ թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։ Սկսվեց թուրքական կառավարության անդամների հայտնի դատավարությունը։ Պոլսում ստեղծվում է ռազմական արտակարգ ատյան, որը 1919 թվականի ապրիլի 28-ից սկսում է քննել հայոց ցեղասպանության կազմակերպման եւ իրականացման մեջ մեղադրվող թուրքական կառավարության անդամների գործը։ 1919-21 թվականներին ռազմական դատարանում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերի արդյունքում առաջինը մահապատժի ենթարկվեց գավառապետ Քեմալը։ Մահապատիժը ի կատարածեց Պոլսի գլխավոր հրապարակներից մեկում Սուլթան Բայազետում։ Հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված ավելի քան 60 դատական գործի արդյունքում ընդունվել է 20 մահապատժի որոշում, սակայն դրանցից միայն 3-ն են կյանքի կոչվել, մյուսները ընդունվել են հեռակակարգով։ Բանն այն է, որ Մուդրոսի զինադադարից հետո նոյեմբերի 1-ի հենց գիշերը թուրք կառավարության անդամները ծովով փախել էին Գերմանիա։ Մեզանում այս դատավարությունը սխալմամբ ներկայացվում է իբրև երիտթուրքական միություն եւ առաջադիմություն կուսակցության ղեկավար գործիչների դատավարություն, սակայն դատարանի արչեւ կանգնածները Օսմանյան կայսրության 20 պաշտոնյաներ էին, այդ թվում կայսրության մեծ վեզիր Սայիդ Հալիմ Փաշան, թուրքական պարլամենտի մեջլիսի նախագահ Իբրահիմ Բեյը, սենատի նախագահ Ռիֆատ Բեյը, կայսրության բարձրագույն կրոնական ղեկավարը Շեյխ Ուլ Իսլամ Մեհմեդեսադը, Արդարադատության նախարար Խալիլ Էֆենդին, արտաքին գործերի նախարար Ահմեդ Նեսիմին, ներքին գործերի նախարար Իսմայիլ Ջամփոլադը, հասարակական աշխատանքների պայմանավորման փոստի հեռագրատան նախարարները եւ այլ պաշտոնյաներ։ Ըստ էության թուրքական դատարանի 1919-20 թվականների որոշումը ոչ այլ ինչ է, քան հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչում եւ տադապարտում հենց թուրքական պաշտոնական իշխանությունների կողմից։ Թուրքական դատարանի այս բացառիկ կարևոր որոշումը չի բեկամվել թուրքական որևէ կառավարության կողմից, չի բեկամվել թուրքական պետության եւ սուլթանի կողմից, որը ի դեպ օժտված էր նման լիազորություններով։ Ավելին, թուրքական բարձրագույն իշխանությունները եւ պետական մարմինները ընդունել են դատավճռի օրինական լինելը եւ իրականացրել են նրա որոշումները 100-ից ավելի հանցագործների բանտարկելով։ Ինչ վերաբերում է Գերմանիա փախած Թալյատ Փաշային, ապա նրան հասավ հայ քաջորդի Սողոմոն Թեհրիրյանի վրիժառու բազուկը։ Շատ կարևոր փաստ է այն, որ գերմանական դատարանը Սողոմոնին ազատ արձակեց հենց դատարանի դահլիճից։ Ձեզ պիտի ներկայացնեմ դատարանի վճռի սղագրությունից մի փոքրիկ հատված։ Եվ այսպես, դատավարության ավարտից հետո դատարանի նախագահը Լեմբերգը երդվյալներին է ուղղում օրենքով սահմանված հարցերը։ Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհրիրյանը 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում դիտավորյալ կերպով մի մարդու Թալյատ Փաշային սպանելու համար։ Ոչ, ազդարարում է նախագահը Օտտո Ռայնիկեն, երդվյալների գլխավորը։ Դահլիճում միանգամից մեծ շարժում առաջ եկավ, ոտքի կանգնեցին եւ հնչեցին բուռն ծափահարություններ, որոնք ողջունում էին գերմանական դատարանի արդար վճիռը։ Նախագահ, ես կստորագրեմ այս որոշումը եւ խնդրում եմ պարոն քարտուղարին նույնը անել
եւ իլուր ամենքի կարդալ այս որոշումը։ Քարտուղարը կարդում է որոշումը, որը թարգմանվում է ամբաստանյալին։ Նախագահ, ապա ուրեմն ազդարարվում է հետևյալ դատավճիռը։ Ամբաստանյալը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվում պետության հաշվին, նորից դահլիճում շարժում, ոտքի է կանգնում նորից եւ բուրըն ծափահարություններ։ Համաձայն երդվյալների որոշման ամբաստանյալը հանցավոր չէ իր վրա որպես մեղադրանք ծանրացող պատժելի արարչի համար։ Հետո հայտարարվում է հետևյալ որոշումը. բանտարկության հրամանը ամբաստանյալի նկատմամբ չեղյալ է համարվում։ Ամբաստանյալին շնորհավորում են իր պաշտպանները, հայրենակիցները եւ ներկա գտնվող ողջ հասարակությունը։ Նա Հայաստան եկավ զարմացած եւ հիացած։ Երիտասարդ էր, ընդամենը 30 տարեկան։ Եվ առաջին անգամ պիտի տեսներ հայրենիքը, ինչի մասին լսել էր միայն իր վանեցի ծնողներից։ Բայց Հայաստանի կառավարությունը, սովետական Հայաստանի ղեկավարությունը նրան այնպիսի պատվի արժանացրեց, ինչին արժանացնում են միայն բանաստեղծության թագուհուն։ Այդպես ամբողջ կյանքում Ալիսիա Կիրակոսյանը իրեն համարում էր պետության կողմից մեծարված, սիրված, հայրենիքի կողմից գնահատված բանաստեղծուհի եւ բոլոր մեծարանքները, որ ինքը ստացել էր արտասահմանում, Փարքի բոլոր դրսևորումները, ինչ որ նա տեսել էր, Պաբլո Պիկասոյի մեծարումը եւ այն, որ Պաբլո Պիկասոն նկարազարդում էր հայ մեծանուն, բայց երիտասարդ բանաստեղծուհու գրքերը, եւ այն, որ նրան մեծարում էր, նրա մասին երաժշտություններ հորինում Աստոր Պիացոլան, համաշխարհային բոլոր մեծերը գնահատել են իրեն։ Իսկ ինքը Ալիսիա Կիրակոսյանը մեր բանաստեղծության սքանչելի դեմքը այս տարի հուլիսի 13-ին դառնում է 90 տարեկան։ Դուք տեղյակ եք անշուշտ, որ Համայնքական գրողների միությունը Միացյալ Նահանգներից Ալիսիա Կիրակոսյանի ընտանիքից ստացել է անվանի բանաստեղծուհու արխիվը, որ այս պահին մշակման փուլում է եւ ամեն օր մի հետաքրքիր հայտնագործություն ենք անում, ամեն օր տեսնում ենք մի նորություն, որը բացառիկ կարևոր է մեր նոր գրականության համար։ Այսօր ես ձեզ պիտի ներկայացնեմ Ալիսիա Կիրակոսյանի գիրքը Անտիպ։ Մենք հիմա ունենք Ալիսիա Կիրակոսյանի Անտիպ բանաստեղծական ժողովածուն, պատերազմ եւ ճշմարտություն։ Ահա ձեռագիրը, որ գտնվում է իմ ձեռքում Ալիսիա Կիրակոսյանի, այս գիրքը, որը մենք պիտի տպագրենք, ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը։ Մի հատված ուզում եմ ձեզ ներկայացնել Ալիսիա Կիրակոսյանի այդ գրքից։ Եթե դահիճները այսօր Աստծուն են պաշտում, ինչ կարող ենք սպասել Սադայելը պաշտողներից, ինչու չեք հասկանում, որ սխալի ու չարիքի արդյունքները դարերով են զգացվում։ Ուր է արդարությունը, ուր է ճշմարտությունը, ուր են կրոնական առաջնորդները, ուր է հավատքը, ինչու իրեն ձայնը չեն բարձրացնում, ինչու ճշմարտության զանգակները լռում են այսօր, մինչ մի տեսարան նման ետպատերազմի ձմեռվա տարածվում է արագորեն, եսասիրությունը սև ամպ է, եւ սև ամպի նման պար է բառնում մեր շուրջ, փշրելով գույներն ու տեսքը ժամանակի։ Զգում եմ անverջ, անգույն նկարներ ենք քաշում մեր անկարողության, ու շարունակում ենք ծալել, վերածալել, մեկ դի դնել հույսերը բոլոր։ Որքան ավելի անողոք կարող է անխղճությունը լինել, որքան ավելի ցածր կարող է ցածությունը իջնել, կողկրտելու համար զգացումները մեր։ Գիտենք սակայն, որ երկիրը մեր արդյունքներով լեցուն սիրո այգի է դարձել ու ծաղկի բողբոջ է փնտրում խոր ձմեռվա դյուների մեջ։ Գիտենք նաև, որ այն արյունը, որ անիրավորեն թափվել է, չի անհետանում, նույնիսկ եթե
սրբվի, նույնիսկ եթե սրբեք, իր հիշողության ամեն մի մասնիկ հրթիռային նիզակի է վերածվում եւ արձակվում է մութ հոգիների դեմ, հրելու նրանց դեպի սև խորշերը տիեզերքի, որ վերջնականապես փոշիանան, պատերազմ ու ճշմարտություն ու պատերազմ, իրար դուրս են հրում գոյությունից, իրար սպանում, բայց դեռ շնչում են, պատերազմ նշանակում է ճշմարտություն չկա, ճշմարտություն նշանակում է պատերազմ չկա, ուզում եմ խոսքերս դասավորել, հնարելու համար մի աղոթք օրհնյալ, ներում խնդրելու քեզ համար եւ անոնց, որոնք ոչնչացնում են կյանքի իմաստն ու նպատակը, որպեսզի Տերը ընդունի ձեզ։ Արդարություն է պետք, որ հնչի մեր կյանքերից ներս, մեզ անհրաժեշտ է մի հոգևոր լույս, փարատելու համար այս նեղացությունը անծայր, մեզ հարկավոր է իսկական զղջում, չեզոքացնելու համար անցյալը եւ ձեռք բերելու մեր արժանապատվությունը կորած, որքան ցավալի է, որ մի օր երեխաները մեր վճարելու են ջինը մեր սխալների, մենք կարող ենք գուցե մոռանալ, տիեզերքը չի մոռանում, մենք կարող ենք գուցե ներել, տիեզերքը չի ներում։ Սիրելի բարեկամներ, ես եմ ներկայացի մեր կանչերի բանաստեղծուհու Ալիսիա Կիրակոսյանի ստեղծագործական ժառանգության մի նոր էջ, որին դուք առաջիկայում հնարավորություն կունենաք ծանոթանալու, առավել ևս որ տարին Ալիսիա Կիրակոսյանինն է, նրա 90-ամյակն է, մի բանաստեղծուհի, որ ապրեց հայրենիքի սիրով, որ խենթանում էր հայոց բառ ու բանի, հայ բանաստեղծության, հայոց Արցախի, ամեն անգամ երբ մեր հրավերով Ալիսիան գալիս էր Երևան, առաջին քայլը, առաջին խոսքը, որ ասում էր, ինձ տարեք Արցախ, անսահման սերուն էր հայոց բանակի հանդեպ եւ Արցախում հիշում եմ ինչպես էր մեկ-կիկ մոտենում հայ զինվորներին, կրկում, ոգևորում եւ դա մեծ ոգևորություն էր ոչ միայն զինվորների համար, այլև մեր ողջ Հայաստանի։ Ահա այսպիսի արժեքներով պիտի կարողանանք զորեղանալ, սիրելի բարեկամներ, մենք ունենք մեծ անուններ, երբեք պիտի մոռանանք նրանց, որտեղ իրենք են, որ աշխարհին ցույց տվեցին, թե ով է հայ ազգը։ Նա աշակերտեց մեր գրականության եւ արվեստի ամենից նշանավոր գործիչներին, Գարեգին Սրվանցյանցին, Թերզյանին, Գրիգոր Զոհրաբին, Արփիար Արփիարյանին, Երվանդ Օտյանին, Տիգրան Կամսարականին, աշակերտեց եւ ինքն էլ դարձավ մեծագույն դեմք մեր ողջ գրականության պատմության մեջ։ Նա հայ քննադատության, հայ գրականության ասպետն է, Արշակ Չոպանյանը, բացառիկ մի դեմք, որտեղ որ եղավ, որ ոլորտում որ աշխատեց, ստեղծեց բարձրակարգ երկեր, նրան գնահատում էին ոչ միայն հայրականության մեջ, նա ընկերություն էր անում Անատոլ Ֆրանսի, Էմիլ Բերհարնի եւ շատ նշանավոր գրողների, արվեստագետների հետ, նրանք բոլորն էլ դարձան հայ ժողովրդի բարեկամներ, հենց Արշակ Չոպանյանի հոգեկան մաքրության, ազնվության շնորհիվ Արշակ Չոպանյանը կարողանում էր բոլոր իր բարեկամներին, իր հետ շփվողներին դարձնել հայ ժողովրդի բարեկամ։ Կարելի է հիանալ իր գեղարվեստական գրականությամբ։ Անշուշտ կարելի է հիանալ ու մեծարել նրան իբրև առաջնակարգ գրական քննադատ։ Նա այն եզակի քննադատն էր, որ պոեզիայի մասին կարողացավ խոսել պոեզիայի լեզվով, ահա ինչու երբեք սխալվեց, որովհետև պոեզիայի ընկալունակությունը հենց իր հանճարեղ սրտի մեջ էր, նրա յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր գրականագիտական աշխատություն, յուրաքանչյուր քննադատական երգ ինքնին բանաստեղծական ճերտված է եւ հաճույքով ընթերցվում է ծայրից ծայր, ահա թե ով է Արշակ Չոպանյանը։ Սակայն այսօր ելի բարեկամներ, ես ուզում եմ խոսել Արշակ Չոպանյան հասարակական քաղաքական գործչի մասին։ Մեր հայրենիքի ձայն հերթում մենք ամիսներ առաջ հրապարակեցինք մի սքանչելի
ուսումնասիրություն, որ նվիրված էր հենց Արշակ Չոպանյանի քաղաքական գործունեությանը, խոսքը Էմմա Թեմրազյանի Արշակ Չոպանյանի Կիլիկյան առաքելությունը հոդվածի մասին է, որը բացառիկ կարևոր դեր ունի մեր հասարակական կյանքը ճիշտ հասկանալու համար եւ այս հոդվածից կարող եք իմանալ, առաջարկում եմ փնտրեք այս թերթը եւ ընթերցեք այդ հոդվածը, որովհետեւ նոր էջեր են բացվում մեր հասարակական քաղաքական կյանքի ու հայոց պատմության մեջ։ Բանն այն է, որ 19-րդ դարի վերջին Գևորգ 5-րդ կաթողիկոսի ձեռամբ ստեղծվում է հայոց մի պատվիրակություն, որը պիտի աշխարհի տարբեր խորհրդաժողովներին ներկայացներ հայկական հարցը։ Մեր հասարակական գործիչները ուզում էին խոսակցություն բացել մեր մեծ ազգի, մեծ ցավի, մեր հայկական հարցի մասին։ Եվ ահա դարասկզբին արդեն դարասկզբին վեհապարի կոնդակտներով հաստատվում է ազգային պատվիրակության կազմը եւ սկսվում է աշխատանքներ տարվել այս ուղղությամբ։ Կարևոր հարցերից մեկը Կիլիկիայի պաշտպանությունն էր։ Դուք գիտեք, որ Կիլիկիայի մանդատը գտնվում էր Ֆրանսիայի ձեռքում եւ Ֆրանսիան փորձում էր ինչ-որ կերպ օգտակար լինել հայերին։ Եվ սակայն շուտով պարզվեց, որ արդեն որոշումը կա, ֆրանսիական բանակը որոշել է հեռանալ Կիլիկիայից։ Այս տարածքը պիտի հանձնվեր թուրքերին։ Մեզ համար պարզ էր, թե ինչ է նշանակում, եթե տարածքին մոտենում է թուրքի շունչը, թուրքի ոտքը, թուրքի ձեռքը, դա նշանակում է ավեր եւ արյուն։ Այդ պատճառով էլ ահա մեր ազգային պատվիրակությունը այս ուղղությամբ ջանքեր գործադրեց։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս ողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, բանաստեց, գրականագետ, գրական քննադատ, նրբագույն անձնավորություն Արշակ Չոպանյանը։ Ինչով է զբաղվում Չոպանյանը։ Նա նախ եւ առաջ գնում է Կիլիկիա ծանոթանալու իրավիճակին։ Բազմաթիվ էջերով հաշվետվություններ է ներկայացրել եւ Էմմա Թեմրազյանը հայտնաբերել է Արշակ Չոպանյանի այդ հաշվետվությունները, թե ինչ կացության մեջ է Կիլիկյան, ինչպես կարելի է փրկել Կիլիկյան, իսկ որ կարելի է փրկել, դա հաստատ է։ Տեսնենք, թե ինչ է հայտնաբերել մեր տաղանդավոր գրող Արշակ Չոպանյանը։ Ահա թե ինչու սիրելի բարեկամներ, ես ասում եմ, հայ գրողները սովորական մարդիկ չեն, նրանք սովորական գրողներ չեն, նրանք չեն փակվել իրենց աշխատասենյակում, նրանք չեն գրել սովորական վեպեր, չեն գրել սովորական բանաստեղծություններ, ամեն մեկը մի քաղաքական գործիչ եւ միշտ ճիշտ են եղել իրենց քաղաքական կռահումների ու կանխատեսումների մեջ։ Եվ այսպես Արշակ Չոպանյանը 18 թերթից բաղկացած հաշվետվություն է ներկայացրել իր Կիլիկյան առաքելության մասին 1921 թվական սեպտեմբերի 10։ Արշակ Չոպանյանը նախ արձանագրել է հայ ժողովրդի ծանրագույն վիճակը, որ ապրում էին Կիլիկիայում, մշտական վախը սրտին, որտեղ արդեն շատերը գիտեին, որ Ֆրանսիան լքում է, Ֆրանսիան դրժում է իր խոստումը։ Նա վերցրել էր մանդատը ու չպաշտպանեց հայերին։ Արևմուտքը այդ շրջանում երես էր թեքել հայերից եւ դա բոլորը գիտեին։ Խոստումներ այո կային, ռեալ աշխատանք ոչ մեկը չարեց հայ ժողովրդին փրկելու համար։ Եվ այսպես հանդիպելով ֆրանսիական իշխանությունների հետ, նա այն կարծիքն է արտահայտում, որ Զորաբար Անդրանիկը կարող է շատ բան անել Կիլիկյան փրկելու համար, անհրաժեշտ է ներգրավել այդ աշխատանքի մեջ Զորաբար Անդրանիկին։ Գտնում էր, որ պետք է բարելավել Կիլիկիայի մեջ հայ-ֆրանսիական հարաբերությունները, այնպիսի մարդկանց պաշտոնի բերել, ովքեր կարող են մեղմացնել ֆրանսիացի զինվորականների սիրտը հայերի նկատմամբ։ Սա շատ լուրջ քաղաքական հարց էր, որը Արշակ Չոպանյանը բարձրացնում է։ Ֆրանսիական կառավարության արչև անհրաժեշտ էր համարում դրվի ինքնավարության խնդիր, որ քրիստոնեական տարրը կարողանա ինքն իրեն պաշտպանել Ֆրանսիայի հովանու ներքո։ Անդրանիկին հրավիրելու մասին արդեն խոսեցի եւ Անդրանիկին համարում են այն զորավոր դեմքը, որ կարող է
վայրենի թուրքերի առաջխաղացումը դադարեցնել ու կանգնեցնել։ Այնուհետև Արշակ Չոպանյանը կարծում է, որ ու առաջարկում է, որ ֆրանսիական կառավարությունը շատ հանձնառու լինի ամեն ինչ անելու համար, որ հայերը մնան Կիլիկիայում։ Այնուհետև մեծ ծրագիր է եւ ես մեծ հաճույքով եմ Արշակ Չոպանյանի քաղաքագիտական այդ կռահումները ձեզ ներկայացնում։ Նա դիմում է վեհապարին, որպեսի անհրաժեշտ բանակցություններ վարի Զորավար Անդրանիկի հետ։ Այնուհետև առաջ է գալիս հայկական համայնքի հարցը։ Այս շրջանում հույսերը շատ էին, կար մտավախություն, բայց կար նաև հույս։ Եվ ֆրանսիական կառավարությունից առաջարկ է լինում, որպեսզի հայերը Կիլիկիայում ստեղծեն մեկ միասնական մարմին, որի հետ կարողանան իրենք բանակցել։ Եթե զենք են թողնելու, իմանան ում են թողնում, եթե օգնելու են ու իմանան ում են օգնում։ Սա շատ կարևոր էր, որպեսզի Կիլիկիայում հայերը կարողանային ղեկավարություն ունենալ։ Սակայն հենց այս հարցում ամեն բան ձախողվեց։ Զարմանալի բան է, այդ փոքրիկ տարածքի վրա հայկական բոլոր կուսակցությունները հաստատվել էին, իրենց կուսակցական թշնամանքով, իրենց կուսակցական ատելություններով եւ այնքան վեճն ու կռիվը շեշտատիորեն ընդարձակվեց, տարածվեց, որ արդեն մամուլում այդ մասին բացահայտ գրում էին, որ հայերը իրար հետ համաձայն չեն եւ անընդհատ ներհակություն կա հայ կուսակցությունների միջև։ Խորապես հիասթափված էր Արշակ Չոպանյանը, տեսնելով մեր կուսակցականների հայ քաղաքական ուժերի այդ անմիաբան պահվածքը, որտեղ իր աչքերով տեսնում էր փրկություն հնարավոր է, անգամ եթե ֆրանսիացիները հեռանում են, հայերը կարող էին պահել այդ տարածքը։ Հզոր զինվորականներ, քաջարի ֆիդայիներ ուներ Կիլիկիան։ Միայն անհրաժեշտ էր մեկ միասնական ղեկավարություն, որը այդպես էլ ձևավորել չհաջողվեց, որովհետև բոլոր կուսակցությունները ավելի շատ ատում էին միմյանց, քան Թուրքին, որ աստիճանաբար ու դանդաղորեն մտնում էր Կիլիկիա։ Եվ այսպես Կիլիկիայի մեջ այդ ներկուսակցական պայքարը, որը բոլոր կետերի մեջ Արշակ Չոպանյանը արձանագրում է, մեծապես խանգարեց մեր ինքնապաշտպանությանը։ Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի սքանչելի տարածքը, հետո երկեր պիտի ծնվեին Զիմ Կիլիկիա, հետո պիտի խոսեինք մեր սքանչելի բերդերի, ամրոցների, մեր ծովերի, մեր նավերի, մեր Կիլիկիո թագավորության մասին, բայց դա պիտի լիներ հետո։ Իսկ երբ հայ գրողը խոսում էր այն միջոցների մասին, որով կարող ենք պայքարել հայկական Կիլիկիան Թուրքի ձեռքից փրկելու համար, այդ ժամանակ հայ գրողին ոչ ոք չուզեց լսել։ Սա է, սիրելի բարեկամներ, Արշակ Չոպանյանի սքանչելի գործունեության մի հատվածը, թե ինչպես անձնուրաց կերպով, թողնելով իր թարգմանական գործը, թողնելով իր ամսագրերը, թողնելով իր բանաստեղծությունները, այս մեծահամբավ մարդը, աշխարհի մեծերի ընկերը գնացել էր Կիլիկիան փրկելու եւ նա ամեն ինչ արեց իր ծրագրով, որպեսզի կարողանամ հայության պաշտպանը դառնալ։ Մեր ավանդական սխալները, ներկուսակցական կռիվները դարձան այն խաթարիչ, անխանգարիչ ուժը, որի հետևանքով մենք կորցրեցինք մեր հայրենիքի սքանչելի, աստվածային, դրախտային հատվածներից մեկը, մեր Կիլիկիան։ Սիրելի բարեկամներ, ամեն անգամ, երբ մեր հաղորդաշարով անդրադառնում ենք հայ եւ համաշխարհային գրականության եւ արվեստի մեծերի կյանքին, իմ սրտի մեջ փայփայում եմ մեկ ակնկալիք, մեկ հույս, որ ինչ-որ մի դրթիչ արարք կլինի մեր զրույցը եւ մեր հերոստատիտողները գրադարանից կհանեն որևէ գիրք, կփորձեն թերթել, կարդալ, ծանոթանալ։ Մեր ուսուցիչները, քանի որ արդեն նշում ենք, ում ծննդյան օրն է, ում հիշատակի օրն է, դպրոցներում, մեր մշակութային գործիչները գրադարաններում կկազմակերպեն միջոցառումներ նվիրված հայ եւ համաշխարհային մշակույթի մեծերին։ Դա շատ կարեւոր է, քանի որ մարդ արարածը մշակույթ է ամբողջովին։ Մենք այն ենք, ինչ որ կարդում ենք։ Մենք այն ենք, ինչ ֆիլմ դիտում ենք։ Մենք այն ենք, ինչ երաժշտություն որ լսում ենք։ Այս պահին ես ձեզ ներկայացնեմ իմ ամենասիրելի գրողներից մեկին, Վահան Թոթովենցին։
Նա ծնվել է Արևմտյան Հայաստանում հուլիսի 18-ին 1894 թվականին, սպանվել է, գնդակահարվել է 1938-ին ճիշտ իր ծննդյան օրը։ Հուլիսի 18-ը հայ մեծանուն գրող, ազգային խոշորագույն դեմք, պայծառ մարդ ու մտավորական Վահան Թոթովենցի ծննդյան օրն է եւ միաժամանակ նաեւ նրա մահվան օրը։ Ես այսօր ձեզ ներկայացնեմ մի գիրք, որ այս խոսակցությանը շատ հարմար եկավ, ահա այս գիրքը Վահան Թոթովենց Զորաբար Անդրանիկ եւ իր պատերազմները։ Դուք գիտեք, որ Վահան Թոթովենցը Զորաբար Անդրանիկի քարտուղարն է եղել, նրա թերթի, Անդրանիկը թերթ ուներ, թերթի խմբագիրը միշտ մտերմիկ կապի մեջ հերոս Զորավարի հետ։ 1917 թվականին անդրադառնալով Վահան Թոթովենցը գրում է, որ չդիմանալով այս անորոշությանը, որտեղ Ռուսաստանում հեղափոխական խմորումներ, պարզ էր, որ Հայաստանը ծանր վիճակի մեջ պիտի հայտնվի։ Գնացել է Ամերիկայի հյուպատոսի մոտ եւ զրույց վարել հայության վիճակի մասին։ Հետո մտածել է, որ անպայման այդ զրույցի մասին պիտի տեղյակ տայի Անդրանիկին, խոսել է Անդրանիկի հետ եւ Անդրանիկը ասել է, որ արի ինձ մոտ մենք խոսենք այդ մասին։ Անդրանիկը ճիշտ է համարել, որ մենք պիտի կապվենք միջազգային կառույցների հետ, որպեսզի Հայաստանը կարողանա ճիշտ կողմնորոշվել այս դժվար վիճակում։ Ամերիկյան հյուպատոսը Անդրանիկին ընդունել է մեծ պատվով, ասել է ինձ համար պատիվ է մեր ժամանակի խոշորագույն հերոսին հանդիպելը, այդպիսի համարում ուներ Անդրանիկը բոլորի մոտ։ Նրան չէին գնահատում միայն հայ կառավարիչները, սա է ամենից ցավալին, եւ երբ Անդրանիկին պիտի նշանակեին հրամանատար հայկական զորքերի, դա վեճի առարկա էր, չպիտի լիներ վեճի առարկա, բայց հենց Անդրանիկի պարագայում վիճում էին։ Գեներալ Բեյ Մամիկոնյանի դեպքում վեճ չկար, անտաղան գնդապետը ամբողջ ռազմաճակատ էր Լոռու մարզում ղեկավարում եւ շատ անհաջող կերպով։ Ամերիկացի հյուպատոսի հետ զրույցից պարզ է դառնում, որ Ամերիկան չի պատրաստում զորք փոխադրել Կովկաս, սակայն ինքը հյուպատեսն խոստանում է եւ ֆինանսապես եւ ռազմամթերքով ամեն կերպ օգտակար լինել հայության ու հատկապես Զորաբար Անդրանիկին, ում հարգում էր ու վստահում էր Ամերիկայի կառավարության ներկայացուցիչը։ Սակայն միևնույն ժամանակ հյուպատոսը խորհուրդ է տալիս, որ մեծ փոթորիկներ են սպասվում եւ հայ ժողովուրդը այստեղ հարևանների մեջ պիտի բարեկամ դաշնակից ունենա եւ առաջարկում է այդպիսի դաշնակից կարող է ձեզ համար լինել միայն Վրաստանը եւ այդ պատճառով էլ խորհուրդ է տալիս, որ սկսեն հարաբերությունները հաստատել վրացական կողմի հետ։ Շատ շուտով Անդրանիկը այդ գաղափարը փոխանցում է մեր քաղաքական առաջնորդներին եւ սակայն այս գործը գլուխ չի գալիս, որովհետեւ անմիջապես կրկին հայտնվում են կուսակցական շահախնդրությունները, կուսակցական մտորումները, կուսակցական տեսլականները եւ այս աշխատանքը գլուխ չի գալիս։ Սիրելի բարեկամներ, այս փոքրիկ դրվագը ընդամենը ես ձեզ ներկայացրի Վահան Թոթովենցի հրաշալի գրքից ընդամենը 2 էջ սկիզբն է, ինչպես նկարագրում է Վահան Թոթովենցը, եւ ամբողջ գիրքը մի մեծ պատմական դարաշրջանի վերլուծություն է։ Ես պիտի առաջարկեմ ձեզ անպայման կարդանք Վահան Թոթովենց, նա մեծագույն դեմքն է մեր հասարակական քաղաքական կյանքում, ի վերջո մարդ, ով քայլել է Զորավար Անդրանիկի հետ։ 1911 թվականին հայտնի մշակութային գրական գործիչ Գարեգին Լևոնյանը, որ Աշուղ Ջիվանու որդին էր, մի առիթով հանդիպում է Շիրվանզադեին։ Առիթը ուրախ հանդիպում էր, որովհետև գիտեք, Թիֆլիսում ապրող մեր գրողները մշտապես կազմակերպում են խնջույքներ, դա գրական կյանքի անբաժան մի մասն է։ Ինչպես պատմում է Գարեգին Լևոնյանը, հանդիպել էին Վերայի այգիներում
ճոխ բանկետ էր կազմակերպվել եւ շատ ուրախ մթնոլորտում անցկացվեց իրենց հավաքը։ Մինչեւ ուշ գիշեր չեֆենարել հայ գրողները, որից հետո ամեն մեկը առանձին փորձել է հասնել իր տուն։ Եղել է որ կարգեն ճարել, իսկ ովքեր չեն ճարել, ոտքով շարժվել են դեպի իրենց տուն։ Շիրվազադեն եւ Գարեգին Լևոնյանը միասին քայլելով գնում էին։ Եվ այդ ժամանակ Շիրվազադեն դիմում է Գարեգինին։ Ասում է տանդ հարմարություն ունես այս գիշեր ինձ հյուրընկալելու, որովհետև Շիրվազադեի տունը բավականին հեռու էր Վերայի այգիներից։ Գարեգին Լևոնյանը անճեղծորեն ուրախանում, որտեղ անվանի գրողին տանը հյուրընկալելը պատիվ էր իր համար, մեծ սիրով ասում է, մեծ սիրով գնանք մեր տուն։ Տանը նորից հյուրասիրություն, անկողին են պատրաստում, սենյակ են հատկացնում Շիրվազադեի համար, առավոտյան արտանում են, որ հյուրին կրկին նորոր է բացվում, նորից պատվեն։ Եվ տեսնում են Շիրվազադեն չկա։ Ուր է Շիրվազադեն, ոչ մեկին ոչինչ չի ասել ու հեռացել է այդպես տնից։ Հետևյալ օրը Մշակի խմբագրատանը, կվատում է Գարեգին Լևոնյանը, հանդիպեցինք։ Ասացի, ինչ էր պատահել։ Ինչն էր իմ հանցանքը, որ այդպես հավանաբար վիրավորված թողեցիք մեր տունը եւ ոչ մեկիս հրաժեշտ չտվեցիք։ Քո հանցանքը այն էր, ասել է Շիրվազադեն, որ դու տպագրել ես մի գիրք, որի հեղինակը բարեհաճել է իմ մասին զրախոսություն անել։ Ինչից էր դժգոհել Շիրվազադեն։ Ուրեմն լույս է տեսել ահա այս գիրքը, որ ես ձեզ ներկայացնում եմ, Արսեն Տերտերյանի հայ ընտանիքի եւ ինտելիգենտի վիպասանը 1911 թվական Շիրվանզադե երիտասարդ քննադատ Արսեն Տերտերյանը գիրք է գրել Շիրվանզադեի մասին։ Ուրեմն եւ այդ գրքում Շիրվանզադեն հենց ամենասկզբում կարդում է մի հատված, որից վիրավորվում է եւ վրդովում է անսահման։ Ահա այդ հատվածը ձեզ կարդում եմ։ Շիրվանզադեն դեռ ապրում է իբրև քաղաքացի, բայց նրա բանաստեղծական պատկերը նկարված է արդեն։ Նկատի ունի այն, որ Շիրվանզադեն ամեն ինչ ասել է կյանքի մասին, անդրադարձել է բոլոր թեմաներին։ Իր բոլոր գույներով նկարած է իր աշխարհը։ Նոր երանգներ ավելացնել այդ պատկերին անզոր է նրա չորացած վրցինը։ Ահա այս չորացած վրցինն է եղել պատճառը, որ Շիրվանզադեն վիրավորվել էր Արսեն Տերտերյանից։ Երիտասարդ քննադատ Տերտերյանը իր աշխատությունը ուղարկել էր, իր գիրքը ուղարկել էր, որպեսզի տպագրվեր Գեղարվեստ հանդեսում, որի խմբագիրը Գարեգին Լևոնյանն էր։ Քանի որ ծավալուն է եղել, Գարեգինը որոշել է այս աշխատանքը տպագրել առանձին գրքով։ Ահա գրքի շարվածքի օրինակներից է, որ Շիրվանզադեն մեկ էջ ընդհանրապես կարդացել էր վիրավորել անսահման։ Եվ երբ Գարեգին Լևոնյանը բացատրում է, որ այս գիրքը մեծ ակնածանքով, մեծ սիրով ներկայացում է ծրանցած ամբողջ գրական ճանապարհը, նոր Շիրվանզադեն հաշտվում է, բայց վերջում էլ ավելացնում է. Ես դեռ կապացուցեմ, որ իմ գրիչը չի չորացել եւ ես դեռ շատ բան ունեմ գրելու։ Այսպես խոսեց Շիրվանզադեն եւ ինչպես հիշում է Գարեգին Լևոնյանը, իրենք այդ օրը հաշտեցին։ Սիրելի բարեկամներ, միշտ ապեք եզրահանգումներ կատարել, որտեղ այդ մեկ նախադասության կողքին Արսեն Տերտերյանի գրքում արկա էին հարյուրավոր ընտիր մեկնաբանություններ ու իսկական դա փառաբանումն է Շիրվանզադեի մեծ տաղանդի։ Դուք գիտեք, որ մեր գրականության մեծ դասական Ստեփան Զորյանը օրագիր է պահել։ Այո, եւ դա շատ հարմար է իր բնավորության, ինքը միշտ իր մասին ասում էր. Ես ժամանակագիր եմ, դեպքերի ընթացքին հետևող համեստ տարեգիր։ Այո, ինքը օրագիր է պահել եւ գիտեք, իր ստեղծագործական ճանապարհի սկզբից ուղղակի 30-ական թվականներին իր ընտանիքի անդամները Զորյանի օրագիրը ոչնչացրել են, որովհետև այն տարիներին հատկապես գրողների նկատմամբ սրված ուշադրություն կար եւ օրագրի մեջ կարող էին լինել արտահայտություններ, բառեր, ի վերջո դա ազատ իր տարածքն է, որ անպայման կմատնեին
կտեղեկացնեին, կբանտարկեին, սոսկալի միջավայր էր բռնապետության ամենավատ դրսևորումներով եւ Զորյանի ընտանիքը որոշել է Զորյանին գոնե մի քիչ ապահովություն տալու նպատակով ոչնչացնել այդ ձեռագրերը ամբողջ ծրագրերը ոչնչացվում են։ Հետագայում արդեն 50-ական թվականներից Զորյանը վերսկսում է նորից իր սիրած գործը, օրագիր է պահում Ստալինի մահից հետո, սա հատուկ շեշտենք, եւ այդ օրագրում հուլիս ամսվան վերաբերող մի գրառում իմ ուշադրությունը սևեռեց իր վրա։ Տեսեք ինչ է գրում 1965 թվական հուլիսի 30 Այսօր ինձ պատմեցին մի կստմների դեպք։ Ադրբեջանական Ղազախում ադրբեջանցի թուրքերը կտրել են մի հայ շոֆերի վարորդի գլուխ եւ դրել իր ավտոյի մեջ։ Ինչու պատճառը անհայտ է։ Նույն օրը նաև սպանվածի եղբայրն է հրապարակ եկել մեծ կռիվ պատմություն յուղերով պատյասեք ինչ վիճակ է հայ մարդու գլուխը կտրել են ադրբեջանցիները։ Այս սարսափելի դեպքը Զորյանի հոգին ցնցում է։ Ուրեմն նորից խորանում է թշնամությունը 65 թիվ երկու ազգերի միջև շատ ցավալի է։ Եթե սա ճիշտ է, ուրեմն վկայում է, որ վիճակը շատ վատ է։ Այս տարի նաև Ջանջայում գանձակում թուրքերը սպանել էին երկու հայի խոսակցության մեջ իրար վիրավորական խոսքեր ասելուց հետո։ Չէ, գրում է Զորյանը, եղբայրությունը պատրանք է։ Առայժմ օրենքը ավելի է զսպում մարդկանց, քան եղբայրության քարոզը։ 2000 տարի քրիստոնեությունը սեր քարոզեց ժողովուրդներին, արդյունքը ինչ եղավ։ Եվ կա արդյոք մի միջոց, որ մարդկանց տանի դեպի ընդհանուր եղբայրություն։ Ես գոնե ոչինչ չեմ գտնում, որքան էլ մտածում եմ։